պարոն Հարությունյան, արդեն բավական երկար ժամանակ է քարոզարշավն ընթանում է, ինչպես է գնահատում քարոզարշավը, ինչպես են արձագանքում ձեր առաջարկած ծրագրերին։ Երկար ժամանակ է մենք քարոզարշավի մեջ ենք եւ ինչպես տեսնում եք բոլոր համայնքներում, բոլոր գյուղերում, նաեւ Վաղարշապատ Էջմիածին քաղաքում մեր քարոզարշավի շրջանակներում այցելել ենք, իսկ ժողովուրդը բնակչությունը մեզ դիմավորում է շատ լավ, ջերմորեն, որի համար ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բնակիչներին։ Ծրագրերի մասով ինչ արձագանք եղավ։ Ծրագրերն էլ մեր ծրագրերը նրանք են, որոնք որ այսպես ասած ժողովուրդը մեզ ներկայացրել է, գյուղական համայնքներում ջերմոցների, ոռոգման ջրի նմանատիպ խնդիրներ կա, որը որ միշտ յուղացին բարձրաձայնելա մենք ներառել ենք մեր ծրագրերի մեջ, մանկապարտեզների խնդիր կա, մենք մեր բնակիչներին խոսք ենք տալի, որ մեր ընտրվելու պարագայում մանկապարտեզները լինելու են անվճար, իսկ ծրագրերը, որը որ մենք ունենք, մենք ապացուցելու ենք գործով։ Ջերմոցների հետ կապված խնդիրը ոնց որ ավելի շատ նաև Դողս եւ Հարակից գյուղերին էր առնչվում։ Ուրեմն ջերմոցների հետ կապված խնդիրը հիմնականում, այսպես ասած, մեր Խոյ համայնքում կա, մենք դեմ չենք ջերմոցների օրինականացնելուն, ուղղակի մեծ գումար են դրել, էլի ավականու նիստով մեծ գումարի վրա են եկել հանգել, որ մեծ գումարով պիտի սեփական անեն, օրինականացնեն, մենք դեմ ենք, մենք ժողովրդի գյուղացու կողքին ենք լինելու, որ օրինականացնեն, որ գյուղացին ինքը ուզենա, որ իր ջերմոցը օրինականացնի, բերի օրինական դաշտ ավելի մինիմալ պայմաններով։